Եվ այսպես, Սերգեյ Լավրովը Երևանում վերահաստատեց, որ հենց Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում փակել Արցախի էջը։ Հարգելի հեռուստադիտողներ, 2018 թվականի մարտին Հայաստանում ընդունվել էր արարողակարգի մասին օրենքը, որը մի շարք կարևոր կետեր է ֆիքսում արարողակարգային այցերի եւ այլի հետ կապված, մասնավորապես նշված է, որ Հայաստանի Հանրապետություն կարող են տարբեր մակարդակի այցեր կատարել բարձրաստիճան պաշտոնյաները այլ պետությունների, այցերը կարող են լինել պետական, աշխատանքային, պաշտոնական, մասնավոր, տրանզիտային, ավելին, եթե ուսումնասիրեք օրենքը, դուք կարող եք տեսնել գրեթե բոլոր հարցերը, որոնք կապված են օտարերկրյա հյուրերի այցերի հետ կապված, այդ օրենքում ամրագրված են, սկսած նրանից, թե կոնկրետ որ պաշտոնյայի այցը, որ գերատեսչությունը պետք է ֆինանսավորի արարողակարգային առումով, վերջացած նրանով, թե այդ միջոցառումները, որոնք պետք է կատարվեն ըստ արարողակարգի, դրանք որոնք են։ Լավրովի այցի հետ կապված մի հարց է վերջինս մի քանի ժամվա ընթացքում հատկապես բավականին ակտիվ քննարկվում, ինչու Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին չդիմավորեց օդանավակայանում, ինչու Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ Մայր Հայաստան հուշարձանի մոտ չմասնակցեց համապատասխան արարողակարգային հանդիպանը։ Հարգելի հեռուստադիտողներ, վերոնշյալ օրենքը ինքը իրականում չի ֆիքսում հստակ, օրինակ, որ եթե Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը կամ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը կամ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը գալիս է Հայաստան, ով պետք է հայաստանյան պաշտոնյաներից դիմավորի այդ համապատասխան պաշտոնյաներին, բայց եկեք մի փոքր ետ գնանք եւ տեսնենք, թե Հայաստանում ինչ պրակտիկա է կիրառվել տարբեր պաշտոնյաների այցերի շրջանակներում եւ երբ որ մենք ետ նայենք հիմա ձեզ հետ միասին, մենք կհամոզվենք մի պարզ բան կտեսնենք, որ շատ դեպքերում քաղաքական նպատակահարմարությունից է որոշվում, թե ով որ պաշտոնյային պետք է օդանավակայանում դիմավորի։ Եկեք ետ գնանք 2021 թվական, երբ որ Արարատ Միրզոյանը դեռ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը չէր, նա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խոսնակն էր։ 2021 թվականի ապրիլին Ֆրանսիայից պատվիրակություն է գալիս Հայաստանի Հանրապետություն, ֆրանսիական սենատից պատվիրակություն է գալիս մասնակցելու համար ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Արարատ Միրզոյանը օդանավակայանում դիմավորում է ֆրանսիացի մեր գործընկերներին, կամ մի փոքր ավելի մոտ անցյալ 2025 թվականի մարտ գերմանական Վահագն Խաչատուրյանը, այսինքն Գերմանիայի նախագահը Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը գալիս է Հայաստանի Հանրապետություն եւ Շտայնմայերին օդանավակայանում դիմավորում է ներկայացուցչական պատվիրակություն, որը ղեկավարում է Գևորգ Պապոյանը, ով հանդիսանում է նախարար, բայց Արարատ Միրզոյանը վերջին 2 օրերի ընթացքում փաստորեն ժամանակ չգտավ Սերգեյ Լավրովին դիմավորելու, նաև ժամանակ չգտավ իր հետ միասին գնալու Մայր Հայաստան հուշարձանի մոտ։ Բացի սրանից մենք ինչի ականատեսը դառանք, որ ոչ միայն Արարատ Միրզոյանը ժամանակ չգտավ, այլ նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ռեսուրսներ, կամք չգտավ անել այնպես, որ տեղեկատվական ֆոնը Լավրովի այցի հետ կապված մի փոքր այլ լինի։ Ինչի մասն է խոսքը, հարգելի հեռուստադիտողներ, արդեն 2 օր է, ինչ Սերգեյ Լավրովը Հայաստանում է եւ 2 օր է Լավրովի այցի համատեքստում Հայաստանում տարբեր միջոցառումներ են իրականացվում, բողոքի ակցիաներ են իրականացվում եւ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հայտնի արտախորհրդարանական ուժերի ֆորմատի շրջանակներում հանդիպող գործիչները Արման Բաբաջանյանը, Տիգրան Խազմալյանը մի քանի ակցիա իրականացրեցին, 3 ինչպես մենք արդեն մեր եթերում էլ խոսում էինք, օդանավակայանից դիմավորում էին Սերգեյ Լավրովին համապատասխան պաստառներով, որոնց վրա գրված էր, որ չգիտեմ, Պուտինը մարդասպան է, Ռուսաստանը հանցագործություններ է կատարում Ուկրաինայում։ Նույնն էլ այսօր տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, առավոտվանից վերոհիշյալ քաղաքական գործիչները, եթե կարելի է այդպես ասել, արտաքին գործերի նախարարության շենքի մոտ էին մի քանի տասնյակ իրենց աջակիցներով, բայց Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շատ հեզաճկուն պահվածք էր ցուցաբերում։ Գիտեք նաև ինչն է հետաքրքիր, հիշում եք անցյալ տարի, երբ որ Սրբազան շարժումը եւս բողոքի ակցիաներ էր իրականացնում, մենք ականատես եղանք նրան, որ ոստիկանները առանց նայելու, թե
ովքեր են բողոքի ակցիաներին մասնակցում, կանայք, երեխաներ, տարեցներ, իրենք բավականին կոշտ մեթոդներ կիրառելով ցրում են այդ բողոքի ակցիաները։ Տրամաբանությունը հուշում էր, որ այստեղ էլ իրենք կարող էին շատ արագ ցրել, իրենք ընդհանրապես կարող էին թույլ չտալ, որ այդ ակցիաները իրականացվեն։ Երեք հիշում եք, չէ՞, ինչպես են իրենք Արման Բաբաջանյանը, նրա կողմնակիցները, համապատասխան պաստառները կախում նույն Կիևյան կամուրջից եւ ոստիկանությունը չէր խոչընդոտում դրան, բայց սրբազան պայքարի կողմնակիցները, երբ որ ուզում էին եւս պաստառներ կախել, ոստիկանները թույլ չտվեցին նույնիսկ պաստառներ կախեին, բայց Արման Բաբաջանյանի եւ այլոց պարագայում ոստիկանությունը երկակի ստանդարտներ է դրսեւորում, բայց ոստիկանությունը երկակի ստանդարտները չէր դրսեւորի, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները, ընդհանրապես Սերգեյ Լավրովի այցի համատեքստում մենք դասական Նիկոլ Փաշինյանի հետ գործ ունենք։ Մի կողմից մենք տեսնում ենք, որ Սերգեյ Լավրովը շատ երկար դադարից հետո գալիս է Հայաստանի Հանրապետություն, մյուս կողմից մենք տեսնում ենք քաղաքական, տեղեկատվական ֆոնը այցի հետ կապված, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի գործընկերները քաղաքական դաշտում, վերոհիշալ Արման Բաբաջանյանը եւ այլք, ապահովում են, այսպես ասած, բացասական ֆոնը, ակցիաներ են իրականացնում, իսկ տեղեկատվական դաշտում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները արդեն նույն արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի հարցերը այնպիսի համատեքստում են տալիս Սերգեյ Լավրովին, որոնցից մենք կարող ենք գալ տրամաբանական եզրահանգումների, որ մեր իշխանությունների են կալմամպել Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում ագրեսոր է, որ ռուսները հատուկ չեն զինում Հայաստանը, բայց զինում են Ադրբեջանը, որ հենց Ռուսաստանի Դաշնությունն է, որ հանձնել է Արցախը Ադրբեջանին, այս սա է այն տեղեկատվական, լրատվական, քարոզչական ֆոնը, որը զուգորդում է Սերգեյ Լավրովի այցին, բայց եկեք այստեղ նաև բովանդակային առումով անդրադառնանք Սերգեյ Լավրովի այցին եւ երկու ընդհանրապես հայտարարություն քննարկենք։ Հարգելի հեռուստադիտողներ, Սերգեյ Լավրովը արեց այն, ինչը հավանաբար Ռուսաստանի իշխանությունները պաշտոնական Մոսկվան շատ ավելի շուտ եւ շատ ավելի բարձրաձայն պետք է անեն։ Նա մանրամասն մեկնաբանեց, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Նա դա արեց եւ Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ եւ Սլավոնական համալսարանում ուսանողների փորձագիտական շրջանակների հետ հանդիպման ժամանակ շատ անկեղծ, շատ մանրամասն նշեց, որ հայկական կողմը նույնիսկ տեղյակել չէր պահել պաշտոնական Մոսկվային այն մասին, որ իրենք պատրաստվում են Արցախը հանձնել Ադրբեջանին, ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս, ավելին այնտեղ հատուկ շեշտվել էր, որ 2020 թվականի նոյեմբերին պատերազմական ակտիվ գործողությունների փուլում ռուսական կողմը ոչ միայն կարողացել էր դադարեցնել պատերազմական գործողությունները, այլ 44 օրյա պատերազմի ժամանակ, որը դու չես կարող համեմատես ջերմուկում տեղ ունեցած դեպքերի հետ, ռուսական կողմը կարողացել է գալ այնպիսի մի փաստաթղթի ձևավորմանը, որի շրջանակներում Արցախի կարգավիճակի հարցը թողնվել էր ապագային, բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվ եւս մի կարևոր գնահատական Սերգեյ Լավրովի կողմից, որ նշեց, որ իր տպավորությամբ գոնե Հայաստանը եւ Ռուսաստանը արդեն անցել են այն գիծը, որից անդին իրենք թողել են այդ բոլոր մեղադրանքները, վիրավորանքները եւ այլն։ Մի փոքր, մեղմ ասած, մի փոքր շատ լավատեսական մոտեցում ունի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը, որովհետեւ հերթական անգամ ասենք այն տեղեկատվական եւ քարոզչական ֆոնը, որը իշխանությունները ապահովեցին Սերգեյ Լավրովի այցի հետ կապված, ապացուցում է հերթական անգամ նշենք մի պարզ բան, մենք գործ ունենք դասական Նիկոլ Փաշինյանի հետ եւ նախընտրական տարում նա փորձում է ռուսական կողմին վաճառել այն թեզը, որ նա գնահատում է իրականում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը հայկական պետականության եւ հայ ժողովրդի համար, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ նա անում է ամեն ինչ, որպեսզի իր արևմտյան եւ թուրքական գործընկերները բացասական վերաբերմունք չդրսևորեն իր նկատմամբ, ելնելով նրանից, որ նա ընդունում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյայի պատվիրակությունը։ Մտածեք այդ մասին։